Փակ TV հեռուստալիքի բոլոր մշակութային ծրագրերը հովանավորվում են իրավապաշտպան Լևոն Բաղդասարյանի կողմից։ Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն նորից եթերում է եւ Կիրակնորյա Փակ TV-ն է, այսինքն դուք դիտելու եք լինել թե չլինել հեղինակային ծրագրի հերթական թողարկումը։ Բնական է մեր ունկնդիրը անմիջապես հետաքրքրում է, իսկ ով է այսօրվա հյուրը։ Ասեմ, որ շատ ինքնատիպ մի անձնավորություն, ում ես երկար տարիներ ճանաչում եմ եւ ճիշտն ասած ուրախ եմ, որ ունեմ նաև նման հայրենակիցներ, բայց ավելի լավ է հակիրճ դիտեք նրան վերաբերվող շատ կարճ տեսանյութը, որից հետո շարունակենք մեր ծրագիրը։ Խնդրեմ։ Հայաստանի Հանրապետության պետական եւ քաղաքական գործիչ, ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը ծնվել է 1960 թվականին Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ 1990 թվականին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի падգամավոր, իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2003 թվականի նոյեմբերին Իգոր Մուրադյանի եւ այլ համախոհների հետ հիմնադրել է ազգային անվտանգություն կուսակցությունը եւ ընտրվել կուսակցության նախագահ։ 2004 թվականի ապրիլի 9-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է երկրի նախագահի խորհրդական ազգային անվտանգության հարցերով։ Այո, սիրելի բարեկամներ, հայտնի քաղաքական պետական գործիչ ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն է այսօր Փակ TV-ի տաղավարում։ Բարև ձեզ։ Հարգանքներս, բարև ձեզ։ Շատ վաղուց չենք հանդիպել, պարոն Իսագուլյան, եւ շատերը մտածում են, թե որտեղ է, ինչպես հայտնի ֆիլմում են ասում, Ցոլակ Դարփինյանը։ Չկա Փակ TV-ի եթերում Գառնիկ Իսագուլյանը ինձ նույնիսկ գրել էին եւ ընդառաջելով մեր ունկնդիրներից մեկի խնդրանքին։ Այսօր հաջողով ձեզ նույնպես հրավիրել եմ, որտեղ ձեզ հիշում եմ դեռ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի падգամավոր ժամանակներից, պայքարի առաջին տարիներից ազատագրման։ Ինչպես եք ձեզ զգում։ Ասեմ, դե պատճառը երևի վաղուց չհանդիպելու այն էր, ինչ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում, դե 13 թվականից, երբ որ հրաժարական տվեցի Հայաստանի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից, մեկնեցի Արցախ։ Մինչև 20 թվականը ուրեմն աշխատեցի Արցախում, նույնպես որպես նախագահի խորհրդական, միաժամանակ գրասենյակ ունեի թե Երևանում, թե Արցախում։ Դե 18 թվականից հետո դե Հայաստանում իրավիճակը բավականին կտրուկ փոփոխվել էր եւ դրանից հետո հատկապես 20 թվականից հետո քաղաքական գործիչների նկատմամբ հատկապես նրանց, ովքեր իշխանափոխության հետ կապված ունեին իրանց ուրույն տեսակետը, սկսեցին քաղաքական հետապնդումներ։ Դե պատիվ ունեցա մի քանի քրեական գործեր, հա, այտենց հավաքվել։ Նույնիսկ 3 ամիս անցկացեցի բանտախցում, մենախցում, բայց ոնց են ասում, դժգոհ չեմ, կյանք է, ամեն ինչ հնարավոր է, ամեն ինչ պատահում է։ Պատճառը ուղղակի ասում եմ մեր ընկերներին, որ նա էր, որ պարոն Ղուշյանի հաղորդումներին չմասնակցել է, որտեղ ավելի շատ քննչական մարմիններում, ազգային անվտանգության ծառայությունում, դատարաններում եւ ուրեմն բանտում քրեակատարողական հիմնարկում գտնվելու պատճառով է, որ չեմ կարողացել ուրեմն գալնես, որ ես չեմ կարծում, որտեղ առանձնապես բան ենք կորցրել կամ մեր ժողովուրդը բան է կորցրել։ Ուղղակի ձեզ հետ միշտ հետաքրքիր է ձեր հաղորդումները իրենց անկաշկանությամբ, անկախության աչքի են ընկնում, դրա համար այս հրավերին տեսակ էլի ստիված օրը փոխեցինք, բայց կարողացանք վերջապես հանդիպել։ Կարևոր է։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք հրավերքը, որտեղ մարդկանց իսկապես հետաքրքրում են այն մարդիկ, որոնք այս երկրի համար ինչ-որ բան արել են, պատմություն են կերտել։ Գիտեք, շատ ծանր թեմա դուք բարձրացիք, ասեցիք, որ
Արցախի կորուստը փաստորեն մեզ համար հայրիս համար ամենացավոտ հարցերից մեկն է, բայց մինչ այդ հարցին նորից անդրադառնալը մենք այսօր մեր ծրագրում ընդգրկել ենք մի շարք տեսանյութեր, որոնց օգնությամբ փորձելու ենք ըստ ինչ իհարկե մեր զրույցը ավելի հետաքրքրական դարձնելու։ Հիմա դիտենք այդ տեսանյութերից առաջինը, որից հետո շարունակենք մեր զրույցը։ Չեք առարկում։ Ամեները։ Խնդրեմ։ Հայտնվեց մարդ, որը մեր թշնամի պետությունների օժանդակությամբ կարողացավ Հայաստանում զավթել իշխանությունը եւ դրա արդյունքում ուրեմն ոչ միայն մսխել մեր ժողովրդի ձեռքբերումները, այլ կործանեց հայկական երկրորդ պետականությունը, հիմա Արցախի հանրապետությունը եւ հիմա մեծագույն ջանքեր է գործադրում կործանելու համար նաեւ Հայաստանի հանրապետությունը որպես պետություն։ Սա է Նիկոլ Փաշինյանը, սա է նրա կառավարությունը, դրանք են այդ կառավարության ուրեմն այսպես կոչված նպատակները եւ ինչքան էլ տարօրինակ է Նիկոլ Փաշինյանը այդ նպատակին կարողանում է գնալ առանց որևէ այժմ մինչև այս պահը ուրեմն խոչընդոտների եւ եթե մենք չկարողանանք որպես պետություն, որպես ազգ, որպես համենայն դեպս առաջադեմ ժողովուրդ այս ամեն ինչի դեմը առնել, ապա դա շատ արագ Հայաստանին կկանգնեցնի ու իսկապես կործանման առաջ եւ դրանից այլևս փրկություն չի լինի։ Այն ողբերգությունը, որ Նիկոլը բերում է Հայաստանի Հանրապետության գլխին հենց այս պահին, այնքան ակնհայտ է, որ զարմանում եմ, որ շատ փորձագետներ, այսօր լսում էի որոշ փորձագետների, այսպես կոչված արևմտամետ, ուրախությամբ նշում են Նիկոլի այցը Գերմանիայի Դաշնություն, ողջունում են այնտեղ ընդունված ինչ-որ հաստատուղթ, որ ստորագրել են, հա, ռազմավարական, մարտավարական, նույնիսկ էական չէ, եւ Ֆրիդրիխ Մերցը նաեւ խոստացել է Հայաստանին անվտանգություն եւ չգիտեմ ինչ երաշխիքներ տալ, գիտեք, նաեւ քաղաքական աջակցություն։ Շարունակում ենք ծրագիրը, Գառնիկ Իսագուլյան է Փակ TV-ի տաղավարում։ Պարոն Իսագուլյան, ասացիք եկավ մի անձնավորություն, ով փաստորեն հանձնեց Արցախը։ Եվ շատ ծանր թեմա է իհարկե, այս մասին խոսելը, ես հասկանում եմ, որ տեսեք դուք այնպեսի, ինչպես ասում են, մտքեր փորձեք չարտահայտել, որ հետո հերթական քրեական գործ հարուցել, թե դուք արդեն դրան վարժվել եք։ Վարժվել եք, բայց նույնիսկ դա էական չի, որտեղ ես վերջին տարիներին աշխատում եմ Արցախի նախագահի խորհրդական անվտանգության հարցերով, գիտեք, եւ հուշերը մենակ, այն տեղերը, որտեղ այցելում էինք, որտեղ գնում էինք։ Եվ իր առաջի այցը, երբ որ ինքը 18 թվականի մայիսի 8-ին ընտրվեց վարչապետ, ամսի 9-ին այցելեց Արցախ։ Ես այդ ժամանակ Արցախում էի եւ չեմ էլ թաքցնում, որ ամեն շատ նորմալ է, նորմալ ընդունելություն է եղել, շատ ուրախացա, որ ինքը երբ որ Բակո Սահակյանի հետ հանդիպում էր, դրված էր Արցախի դրոշը, Հայաստանի դրոշը, ոնց որ ասեք պետական այց, այսինքն այդ մարդը ըստ էության դրանով հանդերձ ճանաչում էր Արցախը։ Եվ ինքն էր, որ առաջինը ասեց, որ Արցախը Հայաստանի ովերջ մեր ղեկավարներից։ Ինքն է, որ տաուշում տեղի ունեցած դեպքերի հետ կապված մեր բանակը հայտարարեց տարածաշրջանի ամենահզոր բանակ, Պաշտպանության նախարարն էր, որ հայտարարեց, եթե նոր պատերազմ, ապա նոր տարածքներ։ Գիտեք, այս ամեն ինչը ես կարծում եմ իսկապես բխում էր այն իղձերից, այն ցանկություններից, որ ուներ հայ ժողովուրդը։ Բայց դրան զուգահեռ կատարվում էին գործողություններ, քայլեր, որոնք չէին նպաստում նրան, որ այն մտքերը, որ արտահայտում է երկրի վարչապետը, պաշտպանության նախարարը, կյանքի կոչվեն։ Դրա փոխարեն բանակում սկսում էին կլուբնիկ ու բանան տալ, բանակի շատ սպաների, որոնք
անցել էին պատերազմական ամբողջ ուրեմն ճանապարհը եւ լավ փորձառությունն էին նրանց պաշտոններից հանել, արագ պաշտոնների նշանակել մարդկանց, որոնք այդ տարածաշրջանը ամենևին ասենք չեն ճանաչում, չգիտեն, ասենք Արցախյան 9 պաշտպանական շրջաններ էին, որոնց ամեն մեկի շրջանի ղեկավար պաշտպանության գծով նշանակվում էին մարդիկ, ովքեր այդ տարածաշրջանը անգիր գիտեին, ոչ միայն քարտեզով։ Ես պատիվ եմ ունեցել բոլոր 9 պաշտպանական շրջաններում էլ լինել նախագահի հետ, առանց նախագահի հանձնարարությամբ, պաշտպանության բանակի հրամանատարի, ասենք հետ միասին ես ուղղակի ապշում էի, որ տղաները, ասենք վարորդները իրենք էին հաճախ նստում ուրեմն ղեկին, անգիր գիտեին այդ ամբողջ ճանապարհները, հողային, հա, նույնիսկ խրամատի տեսքով ճանապարհները, մի կողմը փակ ճանապարհները։ Գիտեք, կարապ դեպքեր էլ պատմեմ, օրինակ հենց հիմա գեներալ մայոր Մանուկյանը, որ Դավիթը Բաքվի բանտերում է, օրինակ երբ որ եղնիկներ էին գնում, ինքը շատ հաճախ ընդ որում չէր թողնում, որ վարորդը նստեր, որովհետև տեղ կար, որ մենք պետք է եթե գալիս էինք, ապա ինքը միշտ թմբի հիմա ասենց ասեմ, ցախ, եթե ուրեմն եղնիկներից էին գալիս, շտամու դիրքերն էին, որտեղից կարող էին դիպուկահարները խփել։ Դրա համար ինքը վարորդին իջեցնում էր, վարորդը գալիս էր սովորական թմբի այս կողմով, հա, աջ կողմով, մենք միասին ձախով ինքներ նստում ունես, որ հանկարծ ասպեր Մանուսագուլյան, որ բանել էլի, ասպեի Դավիթ ջան, տես բաներ մի արա։ Չէ, ասպեր հետաքրիր է, չէ որ նայես տշնամին էլ իմանա, որ մենք առանց վախի կարողանում ենք ու չեն էլ համարձակվի, որտեղ եթե իրանք մի կրակոց հանեն, մենք 100 պատասխան կտանք։ Այսինքն այդ կարգի մարդկանց հանել պաշտոններից, կոնկրետ Դավիթի մասին չեմ ասում, ուղղակի որպես օրինակ եմ բերում, նշանակել մարդկանց, օրինակ ասենք, առաջի պաշտպանական շրջան, երկրորդ պաշտպանական, մարդիկ ովքեր այդ տարածաշրջանը ընդհանրապես չեն ճանաչում։ Այսինքն եթե դու հայտարարում ես ինչ-որ բաներ, որոնք իսկապես ուզում ես, որ կյանքի կոչվեն, եթե մեր թշնամին փորձի մեր նկատմամբ կիրառել ուժ, դու չես կատարում այդ դեպքում գործողություններ, որոնք հակասում են քո ասածների։ Հիմա ճիշտ է, ասում են դավաճան է, դավաճան չի, այդ առումով էլ ես բավականին լուրջ զրույցներ ունեցել եմ բոլոր այն մարդկանց հետ, ովքեր անմիջական մասնակցություն ունեցել են պատերազմական գործողությունների։ Չես կարող ուղիղ ասել, որ այդ մարդը հենց դավաճան է, չէ, ինքը կուզենար հաղթեր։ Եվ եթե հաղթեր, ապա այսօր իր հռետորաբանությունն էլ, իր վերաբերմունքն էլ, Բաքվին, Հայաստանի տարածքային ամբողջականությանը, Հայաստանը քանի քառակուսի կիլոմետր է, լրիվ ուրիշ կլիներ։ Բայց քանի որ ինքը ապաշնոր էր որպես գլխավոր հրամանատար, որպես մարդ, ով պետք է կարողանար թիկունքն ու ճակատը համատեղել, կազմակերպել բոլոր աշխատանքները, բոլոր ինստիտուտների հետ միասին, չկարողացավ անել։ Եվ իր չկարողությունը բերեց պարտության, խայտառակ պարտության։ Փաստորեն, երբ նա հայտարարեց, որ Արցախը Հայաստանի է վերջ, Արցախի լինել թե չլինելու հարցը կարծես լուծվել էր, չէ՞, Շեքսպիրյան այդ մոտեցմամբ, բայց պարզվեց, որ դա չլինելն էր։ Ամբողջ ողբերգությունը սա է։ Տեսեք, մասսանների առաջ, երբ որ տեսնում ես մասսանների, ոգևորվում ես ու անում ես հայտարարություններ, բայց հետո երբ որ մենակ ես ու մենակ կատարում ես հայտարարակ գործողություններ, որոնց արդյունքում մենք ունենում ենք այդ հայտարարակ պարտությունը, դրանից հետո դու փորձում ես այդ քո հայտարարակ պարտությունը ամեն կերպ արդարացնել։ Եվ ոչ միայն արդարացնել, հասնում են նրան, ինձ համար զարմանալի սա է, որ կարողանում է իր թելադրած օրակարգ դարձնել նաև նրանց համար, ովքեր իբրև թե դրա դեմ պայքարում են։ Սա է մեծագույն ողբերգությունը, պարոն Ղուշյան։ Օրինակ դրա համար ես հիմիկվա ներկա գործող ընդդիմությանը, երբ որ քննադատում եմ, իրանք զարմանում են, թե ինչու հանկարծ համիշխանություններին համընդդիմությանն ես, որտեվ ընդդիմությունը օրակարգ է բերում բոլոր այն խնդիրները եւ դարձնում է նաև իր օրակարգը, որոնք թելադրում են Նիկոլ Փաշինյանը։ Սա է մեծագույն։ Օրինակ տեսեք, 22 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ որ ինքը Պրագայում ստորագրեց Արցախ արտեմ որպես Ադրբեջան, ինչ արեց Հայաստանի ընդդիմությունը։ Այն ընդդիմությունը, որ հռչակել էր, որ ինքը ազգային ժողով գնում է, որպես առաջին խրամատ, որտեղ պիտի կռիվ տա իշխանությունների դեմ, թույլ չտալու համար, որ նրանք կատարեն գործողություններ, որոնց արդյունքում կարող է տուժել հայկական շահը։
21 թվականին Նիկոլ Փաշինյանի ծրագրում ինքը Արցախի անվտանգության երաշխավորն էր, նույնիսկ այն տարածքները, որոնք մտել են ժամանակին լղիմի կազմ, հիմա ասենք ադրբեջանցիների վերահսկողության, դրանց վերադարձ։ Բայց 22 թվականին գնում է Պրագա, ստորագրում է Պրագայի հայտնի ամսի 6-ի փաստաթուղթը, տխրահարճակ փաստաթուղթը, ինչը անում մեր ընդդիմությունը, վերջը դարձնում է օրակարգ իր համակ։ 23 թվականին պատերազմի արդյունքում Արցախը հայաթափվում է, ենթարկվում է ցեղասպանության, ինչը անում մեր ընդդիմությունը, այդ օրակարգը իր համար օրակարգ է դարձրել արդեն այսօր, որտեղ եթե նախորդ գումարման ժամանակ Արցախի դրոշները մեր ընդդիմադիր падգամավորների սեղաններին դրված էր, հիմա այդ դրոշները էլ չկան։ Էլ իրանք Արցախի անունն էլ չեն տալիս, այլևս չեն խոսում Արցախի մասին։ Էպիզոդիկ ինչ-որ բաներ են ասում, որոնք եթե հանկարծ հարցնես կոնկրետի չէ, կպարզվի Արցախի, այսինքն ընդդիմության զիջողականությունը անընդհատ, սկզբից այդ չարձագանքել այդ ստորագրություններին, հետո չարձագանքել այդ փաստաթղթերին, հետո չարձագանքել մնացած խնդիրներին, ընդհակառակը կատարել Նիկոլի կամքը դրոշները հանել, նշանները հանել, Արցախի մասին այլևս չխոսել, գերիների մասին այլևս չխոսել, կամ խոսել էպիզոդիկ, այնց բանով, որ հանկարծ Նիկոլը չվայնանա, վախվորած։ Նշանակում է իրանք սպասարկում են նույն Նիկոլի օրակարգը, եւ սա է որ ողբերգությունը։ Սա է որ ցավ է։ Այ եթե ուժերը, նրանք ովքեր ազգային բանի գծի վրա էին, մնային նույն ազգային գծի վրա եւ իրենց գոնե նպատակներում չգնային այդ զիջողականությունը, որը պահանջում է Նիկոլ Փաշինյանը, կարող էինք ասել, որ ամեն ինչ մեռած չի։ Այսօրվա դրությամբ նույնիսկ նոր ձևավորված ազգային ժողովի նիստերի, հիմա ես նայում եմ, երբ որ գնում է ղեկավար կազմի եւ հանձնաժողովի նախագահների ընտրության հարցերը, ցավում եմ, դարձեն այսինքն սպասելիքներ չունեն։ Պարոն Ղուշյան, մեր 90 թվականի Գերագույն խորհուրդը չի, որտեղ տիտաններ էին, որոնք պատերազմ հաղթացին, շրջափակում, խորհրդային միության փլուզում։ Եվ ինչ պայմաններում։ Այդ պայման ցուրտ ու մթի մեջ հիմա մեկ-մեկ գլուխ են գովում բարեգործություն են արել, չէ։ Ես Գերագույն խորհրդի падգամավոր Մասիսից ոտով գալիս էի գործի գնում էի ձմեռները, որտեղ գիտեք ոչինչ չկար։ 5000 դրամ աշխատավարձ էինք ստանում։ Ես Գևորգ Բաղդասարյանը շատ մեր աշխատավարձը չէինք վերցնում, թողնում էինք բանակին։ Այդ օրերի հիմա հանկարծ մարդը ասենք այն ավետարանում հայտնի դրվագ կա, չէ՞ որ գնում են տաճար, մեկը միկին իր երկու բանն է տալիս, շային, հա, տենց ասենք մյուսը գալիս է, ասում է, չէ, նրա տվածը ավելի շատ էր, որտեվ իր վերջի ունեցածը տվեց։ Իսկ այն ունևորը, որ մի քիչ իրանից շատ տվեց, դա ընդունելի չի։ Հիմա մարդիկ միլիարդատերներ են, միլիոնատերներ են, հարյուրավոր միլիոններ ունեն, արա պետությանը կամ բանակիդ եթե բարեգործություն անում են, դրա մասին երբեք չեն խոսում։ Եթե բարեգործություն արեցիր ու դրա մասին բարձրաձայնեցիր, դա բարեգործություն չի։ Համել դու չես տվել քո ունեցած վերջինը, մենք տալիս էինք վերջինը։ Դրա համար մենք հաղթեցինք այդ պայմաններում, պատերազմ հաղթեցինք, ստեղծեցինք երկրորդ հայկական պետականություն, երկրորդ հայկական դրոշ, երկրորդ հայկական զինանշան։ Հասկանում եք, եռաբլուր գնում էին, գիտես, ոչ թե այդ տղաներից շնորհակալություն հայտնելու, նրանց ողջունելու։ Հիմա ճիշտ հակառակն է, այսինքն կյանքը 180 աշնանով փոխվեց։ Պարոն Իսագուլյան, դուք մենք ձեր կենսագրականից տեղեկացանք, որ ավարտել եք Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ Ֆիզիկայի ֆակուլտետը, նաև Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը։ Բայց ինչու ինձ քաղաքական դաշտ որոշեցիք մտնել այսպես հիմնովին։ Չէ՞ որ ձեր մասնագիտությունը շատ հետաքրքիր եւ գուցե այսօր այդքան չզղջայիք, որ չեք ընտրել ձեր առաջին մասնագիտությունը։ Հետաքրքիր է, որ ես ավարտել եմ նաև Երևանի պետական համալսարանից ֆիզմատ գիշերօթիկ դպրոցը եւ ավարտել եմ շատ հաջող, բացի վարքիցս մնացածը սա դերասանություն։ Շատ ճարաճ չի։ Դե գիտեք, նախ ծնունդով Պարսկահայ է, հա։ Այո։ 7 տարեկանում եկել ենք իմ հորեղբայրը Արշակ Իսահակյան հայտնի էր որպես Պարսկաստանում հերթապահ դաշնակցության կոմիտեի հերթապահ է եղել։ Շատ հայտնի մարդ Արշակ Իսահակյան։ Հայրս, մենք ընդհանրապես մեր ցեղը Սարգսեն ցեղը։ Հետո
Եկա լավ էի սովորում, դե Պրոշան սովխոզի են վաղ 38-րդ սովխոզի միջնակարգ դպրոցը, իսկ իրանք ինձ գործուղել են 2 տարի Արտեկ պիոներական ճամբար, հա, Ղրիմ։ Որպես լավ սովորող, հետո իմացա, որ կա ֆիզմատ գիշերօթիկ դպրոց, որտեղ եկա քննություն տվեցի, հիմա ցավոք թե չգիտեմ, բարվոք ընդունվեցի։ Հետո դե ֆիզմատը ավարտելուց հետո դե անպայման գնալ ուրեմն ֆիզիկայի կամ մաթեմատիկայի չնայած ունեինք Եսայան ուսուցչուհի հայոց լեզվի, բոլոր դասանցիները գիտեին, որ ես շատ լավ եւ չափածո եւ ուրեմն արձակ ստեղծագործություններ էի գրում, բանաստեղծություններ, պոեմ նույնիսկ 9-րդ դասանում ունեի գրած, բայց չգիտեմ ինչու, որոշեցի ֆիզիկայի ֆակուլտետը, գնացի ֆիզիկայի, բայց առաջի կուրսում ուրեմն Սարգիս Հակոբյանն էինք մաթանալիզ էր տալիս։ Սա հենց առաջի կուրսում, առաջի քննության ժամանակ ինձ խորհուրդ տվեց ֆակուլտետը փոխել, ասես, ես շատ լավ եմ սովորել, իսկապես բոլորը կարող են ասել, որ ես հատկապես գործնական պարապմունքները դասախոսներ կային, որ գիտեին, ես գիծ չեմ բացում, բայց բանը շատ էին ես նախատում դրա համար, որ եթե դու աշխատես, ուրիշ կարգավիճակ ունենաս, դե մի քիչ թամբալ է այդ առումով, ավելի շատ քաղաքականությամբ էի հենց զբաղվում։ Ձգում էր։ Ֆիզիկայի ֆակուլտետում Աշոտ Մանուչարյանն էր մաղթ կոմսոմոլի քարտուղարներ, Սաշան Աղամալյան, շատերը կային, որ այդպես ակտիվ էին, իրանց հետ այդ ակտիվության մեջ դեցել եղավ։ Սարգիս Հակոբյանն ինձ ասում էր Գարոջան, լավ կլինի ֆիզիկայի ֆակուլտետը թողնես, զբաղվես քաղաքականությամբ, որտեղ քո մոտ քաղաքականությունը ավելի լավ է ստացվում։ Բայց հետո բազմից չէ որ վերլուծությունն է լավ ստացվում, հա։ Ամեն ինչ լավ էր ստացվում, գուցե դա էր պատճառը, որ ինչ որ կոնկրետ ուղղությամբ տենց էլ չգնացի եւ դարձա ոչ բարով քաղաքական գործիչ, բայց քաղաքական գործիչ էլ որպես ես միշտ գտնվել եմ եմ թիրախում, հա, որտեվ չեմ կարողանում հանդուրժել անարդարություն, սուտը, կեղծիքը, քծնանքը, հենց դրանք բացահայտվում են մարդկանց մոտ, թվում է դու իր հետ կարող ես շարունակել ճանապարհը, բայց չէ, հիմա էլ այդ ամեն ինչը շատ ավելի հստակ է դրսևորվում։ Հիմա արդեն երբ որ կան հարուստներ, հա, սուպեր հարուստներ, աղքատներ, կամ պաշտոնյաներ, ոչ պաշտոնյաներ, այս Գիգորի պատմությունը կամ ոնց որ դուք եք ասում Շեքսպիրի լինել թե չլինել այս է խնդիրը, որն է հոգեպես ավելի ազնիվ, այդ բանը գալիս է դեմը։ Հիմա ընդհանրապես առողջ ոչինչ չկա։ Տեսեք, Խորհրդային Միությունը քննադատում են, չէ՞ Ղուշան ջան, մենք Խորհրդային Միության ես Պարսկահա եկել եմ Խորհրդային Միությունում հասել եմ մի մարմնում աշխատելու հատուկ ծառայություններով, որ երազանք կարող է, տես այնտեղ ֆիզիկա չմնացի, ելում եկել դրացի հատուկ ծառայություններ։ Հիմա, բայց կար բան, սերը մաքուր էր, ընկերությունը մաքուր էր, հարաբերությունները մարդկային մաքուր էին։ Հիմա տեսնում ես հարուստը հարուստի հետ, նույնիսկ իրար են աղջիկ տալի առնում նենց այն խավի հետ հաշվի չեն նստում, այդ խավին ուզում են մենակ օգտագործեն ընտրությունների ժամանակ իրանց ձայն տալու համար, ուրիշ բանի համար չէ։ Հիմա դրա համար այնքան է այս շեղումը, այս տարբերությունը մեծ, որ այլևս, ասում եմ, մարդկային նորմալ հարաբերություններ չեն մնացել եւ ինձ թվում է դա է պատճառը, որ մեր սերունդը, որ ուներ Խորհրդային Միության դաստիարակություն, որ հայրենիք, մեզ համար Հունան Ավետիսյան, Նելսոն Ստեփանյան, Բաղրամյան, դրանք բաներ էին, բուրքերն էին մեր, մենք երեխուն հարցնում էին ինչ ես երազում դառնալ, երբեք չէր ասում, էլ անուններ չտամ, ասում էր օրինակ Կասմանավ, դա տեզերա գնաց, բժիշկ, օթաչու, մարդիկ ձգտում էին ինչ-որ բան, հիմա փողը եկավ ամեն ինչ սպանել։ Հիմա մականունով մեկը։ Տեսեք, պարոն Իսագուլյան, ես ասացի, որ մեր ծրագրում մենք տեղ ենք հատկացրել մի շատ տեսանյութեր եւ դրանք պատահական չեն։ Հիմա մի տեսանյութ էլ դիտենք եւ հաջորդ հարցը ձեզ։ Խնդրեմ։ Մամլո ասուլիսի ժամանակ հնչեցրած փաստերի վերաբերյալ դատախազությունը նյութեր նախապատրաստել եւ ուղարկել հատուկ քննչական ծառայություն, որտեղ ինձ հրավիրել էին բացատրություններ տալու եւ հայտարարություն անելու համար։ Ես ինչպես միշտ հրաժարվեցի որևէ բացատրություն տալ օգտվելով իմ իրավունքից եւ որևէ հայտարարություն անել, հստակ պատճառաբանելով, որ քանի որ գործող իշխանությունները որևէ վստահություն չեն վայելու
նրանք կատարել են մեծագույն դավաճանություն եւ իմ ամբողջ ասածների հիմքում ընկած է հենց իրենց դավաճանությունը, ես այս իշխանությունների օրոք որևէ մարմնի բացատրություն տալ, հայտարարություն անելու ցանկություն չունեմ։ Երբ որ կձևավորվեն օրենքի շրջանակներում, սահմանադրության շրջանակներում նոր իշխանություններ, ժողովրդի կողմից վստահելի, ապա այդ իշխանությունների օրոք բոլոր իմ արած հայտարարությունների հետ կապված ես անպայման եւ բացատրություններ կտամ եւ հայտարարություն կանեմ։ Սա է եղել, շատ շնորհակալ եմ հատուկ քննչական ծառայության այն քննիչին, ով աշխատում է դրսով, արդիկ ուղղակի կատարում են իրանց պարտքը, ես իրանցից որևէ պարտք ու պահանջ չունեմ, նրանք աշխատողներ են, որոնք նույնպես են կրկնում, որևէ ավելնորդ գործողություն, ավելնորդ ճնշում կամ որևէ բան չի եղել, թե նախորդ ուրեմն մեղադրանքի հետ կապված Փառք Աստծո նույն քննիչն է աշխատում երկու հարցով էլ, ես ուղղակի կարող եմ իմ շնորհակալությունը հայտնել հատուկ քննչական ծառայության քննիչին, որի անհնազգանում չգիտեմ, գուցե նախաքննական գաղտնիք է չեմ հրապարակում, չգիտեմ ճիշտ ասած կարող եմ հրապարակել, թե չէ, պաշտպանի հետ կխորհրդակցեմ, որից հետո այդ մասին անպայման կասեմ։ Շերի բարեկամներ, Գառնիկ Իսագոլյանն է մեր այսօրվա հյուրը, պարոն Իսագոլյան, դե նման վիճակում դուք բազմից եք հայտնվել, դատախազությունը գործեր է հարուցել, քննչականը զբաղվել է, ձեզ համար դա ապրելակերպ է վաղուց դարձել, ես զարմանում եմ, որ շատ հանգստանում եք, դա արդեն ինչ է, իներցիայի ուժով է գնում, թե դուք ինչ-որ, մանում եք ինչ-որ տեղ լավատես։ Որ ասեմ կմտածեմ, թե մարդիկ ուրեմն քանի որ լավ է, կարելի է նորից կրկնել է։ Դու իմ կյանքի ամենաազատ, բայց այդ 3 ամիսը որ նստած էի մենախցում։ Խանգարող չկար։ Մարդիկ հեռուստացույց կար, ճիշտ է, միայն են պետական կանալներն է, հա, որ պետական հեռուստատեսությունը ցույց է տալի։ Ազատ ժամանակ ունես գիրք կարդալու, մտքերդ հավաքելու, գրելու, այո։ Նույնիսկ ասես դեպքեր եղել, իմացել էին, որ նաև գրում եմ, երևի չգիտեմ ոնց են իմացել, ուրեմն այնտեղ կա սոցիալ բաժին, որ գալիս են մարդուն հոգեբանորեն հետազրուցում են, դե, այդ աշխատակիցները հաճախ գալիս էին մոտս, հետո խնդրեցին, որ իրենց համար բանաստեղծություններ գրել եմ ամեն մեկի գալիս էր, ասում էր ինձ համար էլ մի բան գրի, ասես մի հատ թեմակա գրի։ Այսինքն նույնպես բանտային աշխատակիցները, այդ քրակատարողական հիմնարկի աշխատակիցները, քեզ վերաբերում են շատ լավ։ Դու չես կարող բողոքել, նույնիսկ անդադ բոլոր բաժիններից գալիս էին, փորձում էին բան, ասում էի չէ, հույս տալու հարազատություն չկա։ Մենակ գրքեր կար, որ ես խնդրում էի իրանց գրադարանից անպայման այդ գրքերը բերում էին, չնայած գրքերը տնից էլ էին ուղարկում։ Գիտեք ոչ թե, որտեվ ես հիմա որ պատկերացնում եմ իմ ընկերների վիճակը Բաքվի բանտու, ստեղի բանտը նրա հետ համեմատած, ոնց որ դժոխքը եւ դրախտը համեմատես իրար հետ։ Բոլոր քրակատարողական հիմնարկի աշխատակիցները հայեր են, նրանք քո նկատմամբ ունեն շատ բարյացակամ վերաբերմունք։ Դու գիտես, որ ընտանիքիդ մասին կարող ես անդադ տեղեկություններ ունենալ։ Սահմանափակված չէր, այնտեղ ժամեր կար, որ դու կառնում ես հատուկ քարտեր, գնում ես, խնդրում ես քեզ թույլ են տալի ընտանիքի անդամների հետ խոսել 20 րոպե, 10 րոպե, 40 րոպե նույնիսկ։ Այսինքն հիմա եթե պատկերացնում եմ Բակո Սահակիչին, Արկադի Արշավիրիչին, հա, Լևոնին Մնացականյան, Դավիթին Իշխանյան, Դավիթին Բաբայան, Մանուկյանին, հասկանում եք, այս վիճակում մտածում եմ ես այդտեղ նստած էի, արքայություն էր, բա այն տղաները, որ Բաքվում են նստած, ու որոնց ճակատագրով ով է զբաղվում, իրանք չգիտեն։ Ես ունեի փաստաբան, հա, Աննա Ծառուկյանը, իմ պահապան հրեշտակ եմ ասում, որտեղ իմ բոլոր քրեական գործերում ինքը ուրեմն կանգնած է, ամեն օր էր գալիս մոտս տեսակցության, անհրաժեշտության դեպքում ինչ-որ խնդիրներ կար, առաջանում էր, այսինքն քո բժիշկները ընդեղի, քրեակատարողական հիմնարկի։ Դե ես իմ մոտ ճնշման բարձր բան կա, չէ։
Հետո պիտի 10-ի բերեինք բան դատարան։ Եկավ ճնշումը չափեց 180, 90 ասում են բժիշկան նորմալ է, չէ ասում։ Մի անգամից գրություն թույլ չտվեց, անմիջապես բան կանչեցին եւ այլ եւ այլ։ Իսկ դու գտնվում ես քո հայրենի հողի վրա։ Հոգացության ներքո անկախ նրանից որ նստած ես, բանտում ես, դու իսկ գույրիկս չգիտեր որ բանտում քեզ ներս են մտցնում դուրը փակում են ինձ ասում են ապեր գիշերները դուրը փակի որ ուրիշ մարդիկ չգան մոտս դեպա ոնց գույրիկիս ասեմ որ բանի տանտերիակ մեզ իրակ են մտցնում դրից դուրը փակում ունես որ արխային են դուրը միշտ փակ է այսինքն բոլոր հարմարությունները կար լողանալու հնարավորությունները ամեն օր պրագուլ բան դուրսը ման գալու հնարավորությունը կա Բա եթե ընկերներից վիճակը պատկերացնում դրանից հետո ստեղի ինչ տեղի ունենում մեր հետ, դա արքայություն է։ Ամբողջ ողբերգություն ասում եմ մեր համար, մեր հայրենիքի կորուստը։ Հավատացեք ես, այս իշխանությունների հետ ոչ մի խնդիր չունեի։ Երբ որ այդ դեպքը միշտ ասում եմ ես, չեմ ակցում Իգոր Մուրադյանը, դե մենք Իգոր Մուրադյանի հետ էինք, միասին էինք ստեղծել ազգային անվտանգություն կուսակցությունը։ Շատ ողբերգական մահ ունեցավ, դե գիտեք բավականին երկար ժամանակ հիվանդ էր իրա հոգեհանգստին նոր ընտրված վարչապետը Նիկոլ Փաշինյանը եկավ եթե չեմ սխալվում Արարատ Միրզոյանի Ալեն Սիմոնյանի ես հիմա կարող եմ չհիշեմ ովքեր էին բայց ինքը եկավ հետո իմացել էր որ թաղում բան ես եմ կազմակերպել ասեց Գարուն ջան բան ենք ստեղծել կառավարական հանձնաժողով քեզ էլ մեջ են գրկել ենք Նես որ դու գրի գրությունը, չեկերով ինչքան ծախսարել եք, պետությունը փոխհատուցեց։ Մնակ այդ ժամանակ դե Իգորը Ղարաբաղյան շարժման հիմնադիր։ Ես իրա միջև վարչապետ դառնալը դեմը հոդված եմ գրել, որ այս մարդը գալիս է Արցախը վաճառելու, Արցախը ծախելու, դիմել եմ բոլորին, գնացել եմ բոլոր քաղաքական ուժերի մոտ, Դաշնակցություն, Բարգավաճ Հայաստան, բոլորին, խնդրել եմ, որ մի արեք, այդ սխալ ընտրությունը մի արեք։ Բայց այդքանից հետո ինքը եկավ, մտածեցի, որ այս մարդը գալիս է Իգոր Մուրադյանի հոգեհանգստի։ Այնտեղ էլ զրույց ունեցանք մենք իրար հետ։ Այդ փոխհատուցումը արում են, հետո Իգորի տունը պետք է դարձնենք Իգոր Մուրադյանի համար տուն թանգարան, ինքը մի անգամից համաձայնվեց, ասեց մի հատ էլ գրություն գրի կառավարություն, բայց հայտնվեց ինչ-որ քույրիկ Իգոր Մուրադյանի, որը վիճարկեց, այդ որպես ինքը ժառանգորդ, չնայած ես այդ քրոջը կյանքում չեմ ճանաչել։ Այդ տունը վերցեց, դեցը չկարողացանք այդ տուն թանգարանը սարքեինք։ Հետո իր հավաստիացումները, որ ինքը Արցախի համար անելու է ամեն ինչ, դե մի բա մտածեցի, որ լավ, կարող է ես եմ սխալվել։ Այն ժամանակ, երբ ինքը ուզում էր վարչապետ դառնալ, տենց իր դեմ հոդվածներ էի գրում։ Բայց կյանքը ցույց տվեց չէ։ Այն ինչ որ ինքը անում էր, դա դեռ նախկին են ինչ որ դրական մնացածի իներցիան էր։ Ինքն է գուցե չէր հասկանում, որ Իրան իշխանության բերել են ոչ թե նրա համար, որ ինքը Հայաստանի համար լավ գործեր կատարի, այլ կատարի այն ծրագիրը, որ Իրանն հետագայում պարտադրում է։ Պարզ է։ Տեսեք, անկեղծ եմ ասում, պարոն Գոշյան, ես տես ասում եմ, կարող ինքը չի գիտակցում, որ Իրան որպես գործիք օգտագործում է։ Որտեվ իրան թվում է, թե հեղափոխությունը ինքը արեց։ Ես ասում եմ, ինքը քայլել է, նշան էր, որ ստեղ աշխատեին արևմտյան բոլոր դեսպանատները, բոլոր հասարակական քաղաքական ինչ-որ կազմակերպություններ, որ արևմուտքի փուղերով ստեղ աշխատում էին, մինչև Նիկոլ հասավ, ստեղ արդեն կացոլը եռում էր։ Եվ մնում էր ուղղակի տանել նրան, որ 24-ին, եթե 23-ին Սերժ Ազատի Սարգսյանը նախագահ վարչապետի ժամանակ հրաժարական չտար, 24-ին մենք Մայդանից տասնապատիկ, հարյուրապատիկ ավելի դաժան իրավիճակ էինք ունենալու զոհերով հանդերձ։ Եվ ամեն ինչ շատ լավ հաշվարկված էր։ Ցավոք սրտի ինքն էլ չգիտեր, թե իրան խի են իշխանության բերում։ Այ բերում էին Արցախը հանձնելու, Սյունիքը տալու։ Հավատացեք, սա իրողություններ են, որ կատարվելու են։ Այսօր նորից լսում է ազգային ժողովի պետահայրավական հանրահավաքի նախագահի ընտրության հետ կապված հարցը։ Այդ աղջիկը էլի տեսեք, բոլորին թվում է, թե ինքը սահմանադրական մեծամասնություն չունի, սահմանադրությունը չեն փոխելու։ Որպես հանրահավաքի նախագահ իր առաջի առաքելությունը դիտարկեց Հայաստանի սահմանադրության փոփոխությունը։ Պարտադրելու են, իրանք իրաց բերել են, որոնց իրանք հրաժարվեն այդ ծրագիրը իրականացնել,
Հաջորդ օրվանից իրանք իշխանություն չեն լինի, որովհետև այդ նույն ուժերը, որ իրանք բերեցին, այդ նույն ուժերն էլ իրանք կհանեն։ Պարոն Իսագուլյան, տեսեք, մենք հերթական տեսանյութ ենք ցուցադրում եւ կարծում եմ, որ այստեղ էլ խոսելու քիչ բան չկա, բայց դիտենք հետո։ Խնդրեմ։ Իրավիճակը շատ բարդ է, ժողովուրդ ջան։ Օլիգարխներ, մեծահարուստներ, նախկին իշխանություններ ոնց եք այդ միլիոնները, ես հո գիտեմ ոնց եք ձեռք բերել, կապ չունի, բայց դուք մի բանով եք տարբերվում Նիկոլից, որ հայրենիք չեք ծախել։ Ցավոք սրտի ձեր գործունեության արդյունքում Նիկոլի նմանները բարգավաճել են ու կարողացել են օտարների աշկից չվերիպել մեր երկրի թշնամիներից, նրանք կարողացել են ֆինանսավորել սրանց ու սրանց միջոցով կատարել երկրում իշխանազավթում։ Հիմա մենք ձեզ ասում ենք, քարը ձեր գլխին, ինչ արել եք, հայրենիք, բայց չեք ծախել։ Այո, մեղքեր ունեք, շատ լուրջ մեղքեր, բայց հայրենիք չեք ծախել։ Ուրեմն, եթե այդ հայրենիքը գոնե մի քիչ սիրում եք, որի շնորհիվ է, որ դուք ինչ-որ հաջողություն կյանքում ունեցել եք, Արցախի հարցը չլեր ձեզանից ոչ մեկը կյանքում որևէ տեղ չէր հասնելու։ Հասկանում եք։ Արցախն է բոլորիդ ճանաչողություն, հարստություն, փառք, պատիվ բերել։ Հանուն այդ Արցախի, հանուն այս Հայաստանի մարդ եղեք։ Նպաստեք, որպեսզի մենք կարողանանք այս իրավիճակը հանգուցալուծել, ազատվել մեր երկրի մեծագույն թշնամի Նիկոլ Փաշինյանից ու նրա ոհմակից։ Այլապես մենք ինչքան դուք մերձենում եք Նիկոլի հետ, հա, այդ գրկախառնվելուն, այնքան մեր մեջ գայթակղություն է առաջանում բացել բոլոր խաղաքարտերը։ Հավատացեք, դա ձեր օգտին չի լինի։ Պարոն Իսագուլյան, դուք մեծահարուստներին, օլիգարխներին ասացիք, որ նրանք վարշապետից տարբերվում են նրանով, որ հայրենիք չեն վաճառել։ Ես ասեմ, նրանց մեջ էլ կան այնպիսիները, որոնք գուցեև նման իրավիճակում պատրաստ լինեին վաճառել։ Թե ես սխալվում եմ։ Դե ասում է, չես կարող որևէ փաստ, որ արձանագրված չի, հաստատում անես, որ կարող է տենց լինել։ Իհարկե, հետագա գործողությունները, հետագա քայլերը, որ կատարում էր Նիկոլ Փաշինյանը եւ այդ Նիկոլ Փաշինյանի քայլերի նկատմամբ արձագանքը ցույց է տալի հետեւյալը, որ այո, չի բացառում, որ ձեր ասածը իրողություն, որ կարող էր այտենց լինել, որտեղ հիմա պարզ երևում է, որ Նիկոլի ճնշման տակ ինչեր են կատարում։ Այն որ ասում եմ, հիմա արդեն Արցախի դրոշները այս պահի դրությամբ, դե սա երևի շատ հին տեսանյութ է։ Այո, իհարկե, 7-10 տարվա։ Հիմա բայց պատկերացրեք, որ այս տեսանյութի մարգարեությունը, որ այսօր անցած խորհրդարանում կար ընդդիմության սեղաններին Արցախի դրոշը։ Այս ազգային ժողովում նույն ընդդիմությունից ներկայացուցիչներ կան, դրոշները չկան։ Այո։ Արցախի մասին խոսակցություն չկա։ Հիմա եթե իրանք հարմարվում են Նիկոլի թելադրած օրակարգին եւ իրենց օրակարգից հանում են այն խնդիրները, որոնք իրենք համարում են կենսական, մեր ազգի համար մեծ նշանակություն ունեցող, դե երևի ձեր ասածը այն առումով ճիշտ է, որ եթե այդ ճնշումները, որ Նիկոլի վրա կամ ովքեր որ Նիկոլին իշխանության էին բերել, նրանք իրանց բերած լինեին եւ թելադրեին այդ նույն խնդիրները, գուցեև ձեր ասածը հիմնավոր է։ Ես ուղղակի արձանագրում եմ իրողությունը, փաստը, որ այդ պահին արձանագրված է։ Տվյալ պահի փաստը։ Հա։ Հիմա օրինակ կարող եք ասել ազգային ժողովում ընդդիմության որ ուժին ես համարեմ ազգային ուժ։ Որ ուժին, այդպես ուժ կա, եթե կա, ասեք, ես այդ ուժին հռչակեմ ազգային ուժ։ Եթե մարդիկ այնքան են վախեցած, որ նույնիսկ ամենաազգային իրան կոչող ուժը Հայ հեղափոխական դաշնակցությունը, որի անդամ եղել եմ ես,
որի ղեկավար կազմում եղել եմ ես, որի առաջին ֆրակցիան խորհրդանում ղեկավարել եմ ես։ Եթե ես ինձ տենց պայեի, ես ինձ չէի հարգի։ Լավ ուրիշները կարող էին այդ դրոշը հանել, բայց իրան պահանջատեր համարող կուսակցությունը մահ կամ ազատություն չնայած կտիլներ ազատություն կամ մահ հրճակողը այդ դրոշը Նիկոլի կամ որևէ մեկի պահանջով իր սեղանից կհանի, դրել ես ուրեմն մինչև վերջ թող մնա։ Կամ մի դիր ընդհանրապես։ Եվ ցավալին ճիշտ է, հենց որ դաշնակցությունը դա անեց, արդեն պարզվեց, որ ընդդիմություն ասածը դա շատ տարաբերական է։ Դե գիտեք, պատկերացնում եք, օրինակ նախորդ տարում, հա, Հույդա բյուրոյի անդամ նստած լիներ որևէ բանտում կամ Հույդա գիտեք ինչ տեղի կունենար։ Այդ երկրի ղեկավարը երկրից դուրս գալ չէր կարող։ Հիմա ոչ միայն դուրս են գալիս, այլ ավելի մեծ լեկտիություններ են անում, քան կարող էին անել։ Գիտեք, ազգային մնալը, ազգային կոչվելը, իբրև թե ազգային խնդիրների համար պայքարելը, դա սեփական կյանքը, սեփական ամեն ինչը սեղանին դնել է նշանակում։ Ուր է այդ սեղանին դրածը։ Երբ որ դու բարեգործություն ես անում ու դրա մասին բարձրաձայնում ես, դա արդեն բարեգործություն չի։ Որովհետև այն կնոջ, որ իր վերջի 2 կոպեկը տվեց, շատ ավելի բարձր է միլիարդավոր անգամ, քան քո տված միլիարդները։ Էնել է որ դու դա բարձրաձայնում ես։ Դա իջիկ է դարձնում ամեն ինչ։ Այսօր ոչ թե գաղափարներն են առաջնորդում մարդկանց խմբերի, այլ անձիկ, որոնց գիտակցական, ազգային, գաղափարական գիծը հայտնի չի ոչ մեկի։ Եթե կար մի կուսակցություն, որին հայտնի էր, էդ էլ հիմա առ ոչինչ է դարել։ Այլոց ձեռքը խաղալիք։ Սա պետք է, հիմա տեսեք, չէ որ ինձ կարող են մեղադրել, բա Գառնիկ ոնց ես տենց ասում։ Բանդեղ քո ընկերները կան, քո հարազատները, որոնց հետ հիմա էլ է շփվում։ Բա եթե ես չասեմ ճշմարտությունը, եթե ես չփորձեմ այդ մարդկանց մեջ շարժել, այն որ ազգային էր, այն որ արժեքավոր էր, թողնեմ որ դա մեռնի, եւ որ 18 թվականին ես իրանց դռներին աղաչում էի, հայտնի հոդվածը կա։ Իրատես դե ֆակտ բոլոր մամուլի բոլոր միջոցները հրապարակեցին այդ իմ հայտնի հոդվածը։ Ուրեմն ապրիլի 28-ին եւ 29-ին իրար հաջորդող Նիկոլին եւ բոլորին որտեղ մարգարեություն է, կարդացեք ծայրից ծայր, ոնց են հանձնելու Արցախը, ոնց են հետո փորձելու եւ այլ, սա գրված է։ Դեռ 18 թվականի ապրիլի 28-ին եւ 29-ին։ Հիմա այնտեղ դաշնակցության առաջել եմ չոքել խնդրել, անկեղծ եմ ասում սա։ Արմենը Ռոստոմը հիմա բյուրոյի ներկայացուցիչ է, ոչ միայն իմ դասընկերն է, իմ հարսանիքի քավորն է, իմ 2 երեխաների քավորն է։ Այսինքն մենք ընտանիքներով մտերիմ ենք եղել։ Բայց եթե ես իմ ընկերոջը իմ քավորին չասեմ, ով պիտի ասի։ Եթե սիրտս չցավար, ես երբեք որևէ մեկին բան չէի ասի։ Բա մյուսներին ոնց չասես, որ ժողովուրդ, ախր մենք երբ որ առանձին ենք եղել, զրուցել ենք, դուք այլ բաներ եք ասել։ Բա հիմա ոնց է որ ձեր ասածն ու արածը չի համընկնում իրար։ Կամ մարդ ում ես պաշտամունքի առարկա եմ դարձրել ժամանակին։ Ում ենթակայության տակ աշխատելը։ Հետագայում կատարում է գործողություններ, որոնց արդյունքում այսօր դեռ Նիկոլը շարունակում է մնալ իշխանության ղեկին։ Ինչ է նշանակում, ես դրա նկատմամբ վերաբերմունք չպիտի փոխեմ։ Այսինքն կուրորեն ինչ դե այլոք շահ ունեն գուցե բայց նույնիսկ այդ շահը արդյոք արդարացված են զոհաբերությունները, որ իրանք անում են, հանուն այդ իրանց անձնական կամ կլանային շահերի։ Արդարացված չէ։ Դրա համար եմ ասում,
մարդկանց գործունեությունը եւ ընդհանրապես իրենց վարքը, իրենց կատարածը գնահատվում է հաշվի առնելով շատ չափորոշիչներ։ Եվ դրանց մեջ առաջինը դա հայրենիքի համար անհրաժեշտ եւ հնարավոր զոհաբերությունն է, որ մարդ կարող է անել։ Պարոն Իսագուլյան, մենք այսպես սահուն եկանք մեր ծրագրի վերջաբանին եւ ուզում եմ Շեքսպիրյան ավանդական հարցադրումը ձեզ տալ, ինձ հետաքրքիր է Գառնիկ Իսագուլյանի պատասխանի տարբերակը, որն է ավելի ուղղապես ազնիվ տանել գորբախտի պարսակարերը եւ սլակները, թե զենք վերցնել, լինել, թե չլինել։ Եվ դիմադրելով վերջ տալ բոլորին, մեռնել, քուն մտնել, ոչինչ ավելի։ Եվ կարծելով, թե մի պարզ կնով մենք վերջ ենք տալիս այս սրտացավին եւ յուր բնականացություններին։ Այո, Շեքսպիրը, գիտեք, շատ լուրջ հարցադրում է։ Շատ հաճախ մեզանից յուրաքանչյուրի առաջ կանգնում է այդ հարցը՝ լինել թե չլինել։ Իսկապես, կամ անել թե չանել, լինել թե չլինելը դե կոնկրետ բանի համար է ասել, բայց այնտեղ նաև գնալ պայքարել այդ ամեն ինչի դեմ, թե հնազանդվել այդ ամեն ինչին ու չլինել ուղղակի։ Հիմա եթե մենք ուզում ենք լինել, նշանակում է մենք պետք է ազնիվ լինենք առաջին հերթին ինքներս մեր հանդեպ, ինքներս մեր ընկերների հանդեպ, նրանց հանդեպ, ում սիրում ենք։ Եվ որ այսենց տես թվում է թե ցավ կա, չէ, այս ամեն ինչի մեջ։ Ցավալի է որ դու այն ուժին կամ այն մարդուն, ում ասում եմ պաշտամունքի առարկա ես դարձրել ժամանակին գուցե սխալ։ Բայց ցավ ես ապրում, որ այսօր քո առջև ուրիշ մի կերպար է բացվում։ Այն Նիկոլի լավը որն էր, որ բոլորի դեմքերը բացեց։ Դրա համար երբ որ դուք հարցը ինձ տվեցիք այն նախորդ հարցի հետ կապված, արդյոք իրանք էլ նույն իրավիճակում տենք չէին անի, դեռ արդեն ես չեմ կարողանում հստակ պատասխան տալ, որտեվ Նիկոլի իշխանության գալուց հետո, Նիկոլի կատարած գործողություններից հետո նրանց վարքագիծը 180 աստիճանով փոխվել է։ Ուրեմն, եթե փոխվել է հիմա Նիկոլի պարագայում, նրանք չեն կարողացել կամ չեն գիտակցել կամ գիտակցել են, բայց բացառապես իրանք շահի տեսանկյունից են առաջնորդվել եւ իրավիճակը մնացել ու գնալով ավելի վատթարացել է, հիմա լինել թե չլինել, անել թե չանել, սիրել թե չսիրել, ատել թե չատել, այս հարցադրումները միշտ հանճարեղ է գործը, դարաբես Շեքսպիրի բոլոր գործերը, բայց Համլետը հայտնի է նույն ստեղծագործության մեջ ասում է ահեղ կեսարն էլ մեռավ հող դարձավ, մի պատի ծեփի ծեփող նա դարձավ, այն մարդը որից աշխարհն էր դողում ձմեռվա բքից ծակ խցող դարձավ։ Հիմա բոլորն էլ այդ օրն են ընկնելու, վերջում ձմեռվա բքից ծակ խցող են դառնալու, բայց եկեք անուն թողեք, եկեք ձեր գործունեությամբ ոչ թե անձնական ու կլանային շահերով առաջնորդվեք, ոնց որ հիմա անում են, այլ առաջնորդվեք ազգային ու պետական շահով ու կտեսնեք, որ ամեն ինչ կփոխվի։ Ես խնդրում եմ այդ նոր ընտիր մեր ընդդիմադիր պատգամավորներից հաճախ հրավիրեք տաղավար։ Եվ տվեք են ամենապարզ ու հասարակ հարցերը եւ կտեսնեք, որ անձի պաշտամունք է, հայրենիքի պաշտամունք չկա։ Եվ կտեսնեք, որ շահի դիտարկումը անշահ ոչինչ չկա։ Եվ սա բերում է նրան, որ մարդիկ դադարում, մեր գերագույն խորհուրդը հիշեք, պարոն Ղուշյան, լավ հիշում, պայքարի խորհրդային իշխանությունը, ինչ անհատականություններ կային, ու ինչ հաջողություններ, պատկերացրեք այդ վիճակում երկրաշարժ, շրջափակում, ավերվածություններ, ցուրտ ու մութ, համապատերազմ ենք հաղթում, անկախությունն ենք կերտում, ամեն ինչ անում ենք, հիմա էլ ամենաառհամարված, պատկերացրեք ազգային ժողովի պատգամավորները մեծ առավելություններ ունի, գերագույն խորհրդի պատգամավորները այդ առավելությունների չեն օգտվում, որտեղ իրանք սովետական պատգամավորներ են։ Այո։ Շնորհակալ եմ, որ եկաք։ Ես էլ շնորհակալ եմ, որ հրավիրեցիք։ Շելի բարեկամներ, մենք այսօր իսկապես շատ հետաքրքիր հյուր ունեինք քաղաքական պետական գործիչ Գառնիկ Իսագուլյանն էր լինել թե չլինել հեղինակային ծրագրում։
Առաջիկայում իհարկե առիթի դեպքում պարոն Իսագուլյանին կհրավիրեմ նաև մեր մյուս հաղորդումներին, բայց շատ կարևոր բան ասեց պարոն Իսագուլյանը, պետք է ապրենք հայրենիքի համար, ինչ որ բան անել, հետ կտողնել, որ հետո չափսոսաս չարածների համար։ Այսօր այսքանը, ցտեսություն։